Ասում են լավ լուսանկարիչը նկարելուց պետք է տեսնի աչքերով, ուղեղով և սրտով։ Ողջույն, հանրայինի եթերում Մարտիկ հաղորդաշարն է և ձեզ հետ է Նորայր Հարությունյանը։ Մեր այսօրվա հաղորդման հյուրը մի մարդ է, ով իրոք լուսանկարելիս տեսնում է աչքերով, մտքով և սրտով։ Մարդ, ով իր ողջ կյանքն անցկացրել է ֆոտոխցիկի հետ։ Վստահ եմ, ձեզ հետաքրքրեց, թե ով է մեր հաղորդման հյուրը, բայց մինչ հյուրի հետ ծանոթանալը պետք է գտնել մեր հաղորդման հերոսին։ Դիմենք հրամանատարին և ծանոթանանք մեր օրվա հերոսի հետ։ Մենք փնտրում ենք ձեր զինվորներից մեկին, Սմբատյան Գոռին, նա այստեղ է ծառայում։ Այո, Ինչպիսի զինվոր է Գոռը։ Գոռը բարեխիղճ, ծառայական պարտականությունները նորմալ կատարող զինվոր է։ Կարող ենք անձամբ տեսնել դերը։ Իհարկե։ Շարքային Սմբատյան։ Ես եմ։ Ինձ մոտ Լսում եմ։ Պարոն փոխգնդապետ, Շարքային Սմբատյանն ներկայացել է ձեր հրամանով։ ահա ձեր փնտրած զինվորը։ Ողջույն։ Ձեր զորամաս հայցել է Մարտիկ հաղորդաշարի և դու մեր այսօրվա հաղորդման հերոսն ես։ Ուրախ ես այդ առիթով։ Իհարկե։ Պարոն փոխգնդապետ, ձեր թույլտվությամբ Գոռից զրուցեմ առանձին։ Խնդրեմ։ Քանի տարեկան ես Գոռ։ Շուտով 20-ս է լրանում։ Ինչքան ժամանակ է որ ծառայում ես։ 23 ամիս։ Մի ամիս մնաց։ Հա, Քուր եղբայր ունես։ եղբայր, Փոքր է, մեծ է քեզնից։ մեծ է։ Ծառայել է։ Այո։ Ինչ խորհուրդներ էր տալի քեզ, երբ գալիս էր ծառայության կհիշես։ Խորհուրդներ էր տալի, որ ազնիվ լինեմ, չխաբեմ, սպաներին հարգեմ։ Իսկ միջև բանակ գալը մասնագիտություն հասցրեցիր ձեռք բերել, թե չէ։ Մասնագիտություն վարսահարդար եմ, սովորել եմ, հիմնականում սպորտով եմ զբաղվել, Ինչ սպորտով։ կարատե, կամեկ։ Քո մասնագիտությունները պետք է կան քեզ բանակում։ Կարատեն եւ վարսահար։ Կարատեն իհարկե։ Հետախուզական վաշտում եմ ծառայում, շատ է պետք գալիս։ Վերջին անգամ տանը երբ ես եղել։ 8 ամիս առաջ։ Եթե դիտում ես մեր հաղորդումները, պետք է իմանաս, որ մենք զորամաս մենակ չենք այցելում եւ այսօր էլ մենք հյուրի հետ ենք եկել ձեր զորամաս, դեմ չես, եթե գնանք հյուրի հետ ծանոթանալու։ Իհարկե դեմ չեմ։ Սիրնալը եղավ զինվորի մի հատ ես Գրիչ ու բլոկնոտ։ հա գրիչ ու բլոկնոտ Բարև ձեզ։ բարև ձեզ Ահա եւ քո հյուրը։ Ծանոթացեք, այսօր ամբողջ օրը իրար հետ եք անցկացնելու։ Գոռը պետք է այսօր ձեզ ցույց տա իրենց ծառայական առօրյան եւ ձեր աչքերով բոլորը տեսնեն։ շնորհակալություն ինչքան ժամանակ եք ծառայում 23 ամիս։ 23 ամիս բավականին արդեն ծառայությունը արդեն փորձված զինվոր եք լավ կրակում եք Իհարկե։ 10-ից քանիս եք խփեք 10-ից 15 խփեմ։ 10-ից 10-ը խփեք այսինքն 100 աչոք հավաքեք Իհարկե։ շատ գովելի է ես էլ եմ ջայր ժամանակ կրակել բայց հիմա երևի այդքան չկարնալ միացորդուք եք մեդալներ ինչ մեդալներ են Սա դիպուկարի 3-րդ կարգն է, ստացել եմ համաբանակային մրցումներից հետո։ Սա քաջարի մարտիկ, մարտական հերթապահություն լավ կատարելու համար։ Սա էլ լավագույն մարզիկ, ֆիզիկական բարձր պատրաստականություն ցուցաբերելու համար։ եղել է որ պատասխան դուք կրակեք որպես դիպուկահար Դեպքեր եղել են։ եղել է Առաջինը ինչը կուզեք տեսնել զորամասում։ Ես կուզենայի մի հատ ննջարանը տեսնեի, միշտ էլ զինվորների ննջարանն են նայում, թե ինչպես է հարդարված այդ ամեն ինչը եւ կուզեի մեկ էլ դիրքերում գնայինք, որտեղ որ ինքը երևի հերթապահության ժամանակ կատարում է իր ծառայությունը։ Լավ, ուրեմն հիմա մեզ ուղեկցիր ձեր զորանը։ Ֆոտոլրագրող, լուսանկարիչ Մարտին Շահբազյանը ծնվել է 1940 թվականի հունիսի 25-ին Երևանում։ 1958 թվականին ավարտել է Երևանի Նարդոսի անվան միջնակարգ դպրոցը։ 6-րդ դասարանից հաճախել է Ղուկաս Ղուկասյանի անվան Պիոներների պալատի լուսանկարչական խմբակ։ Դպրոցն ավարտելուց հետո որպես արտահասթիկային թղթակից համագործակցել է Հայաստանի մի շարք լրատվամիջոցների հետ։ 1966 թվականից հաստիքային ֆոտոլրագրողի կարգավիճակով աշխատել է Ռիաթ Հազամ, Հայրենիքի ձայն եւ Կոմունիստ թերթերում։ 1974-ից 76 թվականներին աշխատել է Նովոստի մամուլի գործակալության Հայաստանի մասնաճյուղում որպես սեփական թղթակից։ 1976-ից 2001 թվականներին աշխատել է Armenpress գործակալությունում։ 2001-ից 2010 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ֆոտոթղթակիցը։
Եղել է Հայաստանի 3-րդ հանրապետության բոլոր 3 նախագահների անձնական լուսանկարիչը։ Բազմիցս մասնակցել է միջազգային եւ հանրապետական ցուցահանդեսների, 3 անգամ ճանաչվել է 10-ի լավագույն լուսանկարիչ։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված լուսանկարը Reuters գործակալության կողմից արժանացել է տարվա լավագույն լուսանկար մրցանակին։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի մի շարք երկրներում։ Ինչպես ցանկացավ մեր հյուրը, այդպես էլ շարժվեցինք։ Գնանք զորանոց եւ տեսնենք, թե ինչ պայմաններում են քնում եւ հանգստանում զինծառայողները։ Զինվորին որ ուզում ես ստուգես, պիտի բացացնես այս տեղաշորը։ Մարշալներ կան, միշտ որ մտնում ենք զորանոց, մարշալ Բաղրամյանը 10 օր իր հետ ես էլ իմ մանեմ եկել, ինքը որ մտնում էր զորանոց, ասում էր Իվան Խրիսաշովիչ, ինչ ես մանգել, ասում եմ նայեմ, տենամ միշտ տակերը բան են դնում էլ, ինչ ակուրատնի հավաքված է, թե չէ։ Որն է քո տեղը։ Ստուգենք հիմա միասին։ Կարելի է այսել, բանշի տակն է, չէ՞, ստուգում ես տենանք ինչ են դել, բան են անել, իրան գաղտնի բաները միշտ դնում են տեղաշորի տակ։ Կարող եք նստել տեսնել փափուկ է, փափուկ չէ։ Չէ, փափուկը լավ է։ Չէ, ունեն ամեն ինչն էլ լավ է։ Զինվորների շատ եք նկարել։ Ամբողջ շարժման ընթացքում սկզբից միջով օրս նկարում եմ։ Բացի պահարաններից եւ դարակներից, պարոն Շահբազյանը եւս մի բան տեսավ զորանոցում, որը գրավեց նրա ուշադրությունը։ Ուսապարկերն չի համար են գնում ստեղ։ Մեր վաշտը հետախուզական վաշտն է, արագարձականքով խումբ է։ Որ չընկնենք այս կոմենկոմ վեշավոր մեկը վայես մեկ սենսնես, ամեն մեկս մեր վեշավորի տեղը գիտի, գալիս ենք մի անգամից վերցնում ենք, եթե խառնած են ելնում, մենք վերցնում ենք դուրս արդեն իրար հետ փոխում ենք, հա։ Իսկ մեջը ինչ կա սրանց մեջ դրված։ Կացայի կա, գթալ, բաժակ, տիկնոց, անձնական հիգիենայի պարագաներն են, մեկ է քնապարկ։ Գորին արդեն հասցրինք ճանաչել որպես բանիմաց եւ կարգապահ զինվորի։ Հիմա գնանք ծանոթանալու նրա ծառայակից ընկերների հետ։ Մարտին Շահբազյանը օրվա սկզբից էլ ցանկանում էր զրույց ունենալ զորամասի զինծառայողների հետ։ Ուստի ճիշտ ժամանակն է կազմակերպելու զինծառայողների եւ մեծանուն լուսանկարչի հանդիպումը։ Քանի որ ինքս պատերազմի ընթացքում նկարել եմ, որ իմացա որ պետք է գամ, մի քանի նկար հավաքեցի, որը ձեր դիրքերում ա եղել, որտեղ որ դուք եք այսօր ծառայում։ Սա արդեն թեժ պատերազմի ժամանակը իմ գլխի վրայով էլ է գնացել պատրոնները, բայց ես խրամատում եմ։ Այս լուսանկարները տպվեցին գերմանական մեծ ամսագիր ունեն, դիզայտ մագազին։ Սա ամսագրի առաջի էջի նկարներ։ Սա մեջտեղի էջը, սրանք հաջորդ էջին են։ Որ գալիս ես պատերազմ նկարել, չես էլ մտածում, որ պատերազմն է։ Քեզ թվում է գեղարվեստական նկարից ուզում անես ու աշխատում ես, որ այդ կռվի ժամանակ էլ անես ունես նկար, որը լավ լինի։ Ագդամի վերջի պատերազմն է, որը վերջացնում էր արդեն դրանից հետո 94 թվականին զինադադար եղավ դրանից հետո։ Սա Շահումյաններ, Շահումյանում թեժ մարտեր էր գնում։ Սա Կոկնա Ագդամի վերջի բոյի ժամանակ էր, տանկային զորամասում էր։ Սա Բարոնեսե Կոքսն է։ Վերջի 15-20 տարում իր ամբողջ աշխատանքը նվիրեց Ղարաբաղին, Ղարաբաղի հարցերը պաշտպանելու եւ բավականին շատ օգնություններ բերեց պատերազմի ժամանակ։ Սա դե մեր վիրավորներն են, արդեն Երևան էինք վերում։ Սա պատերազմի սկիզբներ Զանգեզուրում արդեն դեպի տեղ գյուղ էին գնում։ Սա պատահական նկար եղավ, Էջմիածինում էի տեսա մի խումբ հավաքված մոմավառում։ Նկարահանումների ժամանակ ինչ ուզում ես նկարի, պատերազմ թե խաղաղություն, դի նկարես բովանդակությամբ լինի այնպես, ոնց որ կա կյանքում։ Ոչ մի բան պիտի դու չսարքես։ Իսկ պրոֆեսիոնալ լուսանկարիչ դառնալը դժվար գործ է։ Ամեն ինչին սիրել է պետք։ Դիպուկահար լինել հեշտ է։ Հեշտ չէ։ Զենք սիրես եւ աշխատանքը սիրես։ Ուրեմն ամեն մարդ չի կարա դիպուկահարը լինի։ Նկարելը նույն ձևի բան է, պիտի կարողանաս ճիշտ լուսանկարես։ Օրինակ ես նկարի մեջ ես որ ցույց եմ տալիս, չէ՞, տեսնում ես եւ Տշնամի պրեզիդենտն է նստած եւ բարեկամ պրեզիդենտն է նստած, բոլորը լսում են մեր նախագահին։ Պահը պիտի բռնես ճիշտ, որ լսեն։ Դու կարա իրեն ժամանակ նկարել, որ սրանք չլսեն։ Այսինքն կներ վատ նկար, չէ՞։ Գնայր կասեի մրտ, մեր նախագահան խոսում է, իրանք չեն լսում։ Այսինքն այդ նկարահանման ժամանակ դու պիտի կանաս եւ ժուրնալիստիկայա եւ ճիշտ լուսանկարելու պահն ես գնում, որովհետեւ դու այստեղ ես մարդկանց չես կարող ասել շուրարի sense նայի։
ոչ մեկի ոչ մի բան չես կարող ասել, որովհետև Ես նմանություն գտա ձեր մասնագիտություններում պահը ճիշտ բռնելու առումով։ պահը ճիշտ բռնելու եւ իր հետ միասին ես ինչ եմ ասում, որովհետև պետք է սիրես եւ աշխատանքդ եւ քո գործը ինչի մասին անում ես, անես լավ։ Փոքր ժամանականից աշխատել են, որ ամեն ինչ անեն լավագույնը, որովհետև վերջում ոչ մեկը չի ասում սա ոնց արված, ասում են լավ նկարա, վատ նկարա, վերջ ով ա նկարել, ասում են լավ նկարիչ չի, կամ լավ դիպուկար չի, որ այսքան կրակելուց հետո չէ։ Եղել է դեպքեր տեսել եմ պատերազմի ժամանակ, որ խփում են չի կպնում։ Ես էլ զարմանում եմ, ասում եմ 70 հատ խփեն չկպնի վերտալյոտին։ Բա ոնց կնենե դեշեկայով։ Պատերազմի ժամանակ եւ լուսանկարելը եւ հոգալ կյանքի համար, հա, Այդ մոմենտը չես մտածում, ես ձեզ ասեմ ազնվությամբ, որ գնում ես նկարելու, ես բավականին ժամանակ եղել եմ, չես մտածում, դու եկել ես, որ տանես ինֆորմացիա, որ տաս ժողովրդին տաս, որպեսզի ոնց են կռվում մեր զինվորները, չես մտածում քու մահվան մասին, եթե մտածես չես կարող նկարել, չես էլ գա։ Եղել է, որ լուսանկար նկարելու համար ձեր կյանքն գտան։ Եղել եմ, ինձ հետ տարար բավականին իմ կյանքի ավելի երիտասարդ պահը, Կենտկոմի առաջի քարտուղարի հետ պետք է մտնեինք Արփասևան, 600 մետր գետնի տակ, ամենախոր հորատանցքն էր, ցեմենտի դուրս գրվեր, քանի 1000 տոննա, որը չէր հավատում, ասես միջով ես չմտնեմ, չտենամ, չեմ տա։ Կենտկոմի առաջի քարտուղար Կարել Սերոպիչի հետ միասին իջանք ներքև 600 մետր գետնի տակ։ Դե նկարելու համար ես մի նստեի էլեկտրավոշիկի կողքը, որ կարողանայի նկարեի Կենտկոմի քարտուղարին։ Ինքն ասես չէ, այնտեղ ես կկանեմ, դու գնա իմ տեղը նստի։ Ասում եմ Կարել Սերոպիչ, չի լինի էլի այդ ձևի։ Ասես մեկ շուր կգամ կնկարես, ասեց։ Նստեցի իր տեղը, որ իրանց համար պատրաստված էր եւ կողքը նստեց, իմ կողքը նստեց իր թիկնապահը։ Արդեն հասնում էինք տեղ, էլեկտրադրեզերը ես չեմ անում, տեսել եք թե չէ, թորատանցքին։ Նույն այստեղից բավականին երկար 2 մետրից ավել մեծ կրիշկա է, հաստ երկաթ, որը փակում է այդ ամբողջ ակումուլյատորները։ Կրիշկեն թռավ ու դուզ եկավ իմ մարմնին։ Կողքս կար իմ սումկան։ Այն ժամանակ կաշվի սումկա էր շատ պինդ եւ մեջը էլեմենտներ, ակումուլյատորներ, ման ամեն ինչ մեջներ։ Ու դարից ջուրը Արփասևանում իմ գոտկատեղից էր։ Մենք բոլորս հագել ենք մեծ կամիզոններ ռեզինի, որպեսզի ջրի մեջով են գնում։ Վագոնը շուռ եկավ բոլորս հետը։ Ու ահա որ վիճակ էր։ Ու այդ պահին առաջ քարտուղարն ասում է կարողս նկարես, բայց ամեն ինչը ջարդվել է, բայց անկախ ինձնից ես ապարատը վերև եմ բարձրացրել, այսինքն պահած ու ջրի մեջ եմ, որ ապարատը չթրջվի, այսինքն հələ մտածում եմ, որ պիտի նկարեմ, այդ պահը պատկերացնում եմ։ Ոչմ կանգնա ասի չշարժվեք, բան ապարատը հենում եմ պատին, որտեղ ոչ մի 3 ոտ, ոչ արդեն լույսն էլ է ջարդված ամեն ինչը, պատին հենեցի մի կերպ պահելով, ասի մենակ չշարժվեք, ասեց ինչ ասես կլսեք, բայց ստեղ։ Մենք դուրս եկանք իմ ամբողջս կողքս ողերս կապտել էին արդեն, գիտես ինչն էր լավ, որ ինքը նստեր շատ վատ կլներ, քանի որ ես չէի նստած, ես կանգնած էի, որ սպասում էի պահը, որ նկարելու, եւ սունկես միշտ այս ձևի առաջն էր դրված, հարվածը սումկով կպավ իմ ամբողջ մարմինը ու վագոնը եւ մի հատ տղավոց եմ արել, 2 ամիս հետո որ տենմերից ասում են միջով մի հատ ձենը տականջիցս չի հելանում։ Մի քանի պատմություն էլ հիշելուց եւ զինվորներին պատմելուց հետո պարոն Շահբազյանը ցանկություն հայտնեց տեսնել Գորի զենքը։ Գոր, քո զենքը ցույց կտաս։ Մի պայմանով, Խնդրեմ։ որ դուք էլ ձեր զենքին ցույց տաք։ Եղավ, երկուսս էլ ցույց տանք մեր զենքերը։ Շահումյանում կրվի ժամանակ մեկը ինձ ուզում էր զենք տար։ Ասեց գոնե Մարտինի մի հատ զենք տվեք բան։ Նորմատիկ Շահին Մեղյանն ասեց չտակ, որ տվեցիք ինքը էլ չի նկարի, կրակել է։ Ավելի լավ է նկարի, որ պատմությունը մնա, որտեղ այսօր պատմությունը մնալու համար գոնե պրոֆեսիոնալ նկարի, որպեսզի հետագայում կարողանանք օգտագործել ամեն ինչի համար։ Բայց ձեր զենք ավելի մեծ է, ոնց որ թե իմս։ Երկար ախտավեն։ Ծանրությունը ո՞րն է ծանր, իմս թե չէ, ջերը ծանր է։ Երևի ես։ Ձեր զենքն է չի ծանր։ Հա, բավականին մոտիկացնում է։ 4 անգամ է խոշորացնում։ 4։ Ձերը քանի անգամ մոտիկացնում։ Էսի քիչ է մոտիկացնում, բայց ունեմ ուրիշ օբյեկտիվներ, որ ավելի շատ է մոտիկացնում։
Հա, չէ, կանի, հələ բռնի։ Հələ դու ստուգե կանի չորսա։ Չէ։ Հա, էսի քիչ է։ Մյուս օբյեկտիվը որ 200 մմ-ն նա ավելի է մոտիկ ասում, երևի հավասար է սրան։ Եղնիկներում նկարում եմ, եղնիկներից նայում ենք դեպի Շահումյանի կողմ, արդեն Շահումյանը իրանց ձեռքն էր։ Ես բարձրացա խրամատի վրա, որ վերևից նախագահի նկարը, նախագահան ձեռը գցեց ինձ քաշեց ներքև, ասել դու գործ ունես լիճի ներքև, որովհետև սնայպերը կարա ինձ խփի, որովհետև ինքը արդեն դիպուկար է ու ինչ օպտիկա է դրել, ես չգիտեի։ Նույն տիպի եղավ եւ ագրամում, էլի բարձանում էի վերև, որովհետև նայում ես ոնց որ բարձացող կա, դու էլ ասում ես ինչ եղել, որ կարում է, ես է կարում, ասես դու ինչի ներքև դու գործ ունես ասեց, ու տենց ջղայնացա վրաս։ Հաղորդման սկզբից շատ եք ցանկանում լինել դիրքերում եւ հիմա էլ խոսակցություն ծավալվեց դիրքերից։ Դիրքերում գնանք, որ Կողոքցես մեզ գործել։ Իհարկե։ Դիրքեր չգնալ այսօր իհարկե չենք կարող, բայց մինչ դիրքեր բարձրանալը պետք է մի լավ սնվենք։ Գնանք ճաշարան զինվորների հետ ճաշելու։ Հաշ չեք վերցնում, ու ճաշը բարձր հացը վերցրեք։ Գորքո սիրած ճաշը ո՞րն է զինվորական։ Լոբով ճաշը։ Ասեմ, բոլոր հայ տղամարդիկ լոբով ճաշ են սիրում։ Մանավանդ կարմիր լոբով, չէ։ Ինչով կբացատրեք, թե Ես չեմ անում ինչից է, բայց կարմիր լոբով ճաշը համով է։ ձեր սիրած ճաշը ո՞րն է։ Կարմիր լոբով ճաշը եւ մյուս օրվան է, այդ օրը չէ։ Հաջորդ օրը ոնց որ բորշը հաջորդ օրն ավելի համով է, նույնը եւ կարմիր լոբի։ Դուք կարմիր լոբի տալիս են էստեղ։ Ծմերները հիմնականում լոբի են տալիս։ Լոբի ու բորշ, հա։ Լինում է դեպ որ սոված եք մնում։ Նտես դեպք չի պատահել։ Ազնվորեն ես ասում։ Այսինքն ծնողները չանհանգստանան ձեր սոված լինելու մասին։ Հեսա դուք եք տենակ, որ ուտում կրսնում ենք դուրս են գալի, էլ մի բան էլ ավելանում է։ Զինվորների հետ ճաշելուց եւ մի քանի բար ճաշարանում փոխանակելուց հետո ճիշտ ժամանակն է գնալ դիրքեր։ Գոր այսուր վերեցիր մեզ։ Մարտական հենակետ։ Հետաքրքիր է ձեզ հենակետը։ Հետաքրքիր է, որովհետև ես Արդեն զգացվում է։ եղել եմ Ղարաբաղում, բայց այս ձևի դիտակետում չեմ եղել։ Քանի որ մենք գտնվում էինք շատ յուրահատուկ հենակետում, միանգամից որոշեցինք գնալ դիտակետ եւ հասկանալ, թե ինչ նշանակություն եւ կարեւորություն ունի այս դիտակետը։ Չնայած պատկառելի տարիքին պարոն Շահբազյանը մեծ պատրաստակամությամբ հագավ բավականին ծանր զրահաբաճկոնն ու սաղավարտը։ Ապահովություն զգում եք ամենակարևորը։ Լրիվ։ Դե հիմա հանգիստ սրտով կարան գնանք դիտակետ արդեն։ Փաստորեն ոչ միայն հենակետն էր յուրահատուկ, այլ նաև դիտակետ տանող ճանապարհը։ Այն ամբողջովին փակ էր թշնամու համար, եւ անգամ շատ ցանկանալու դեպքում էլ թշնամին չէր կարող դիտարկել մեր զինվորների անցուդարձը։ Եվ պատերազմի ժամանակ լուսանկարներ եք անում, ունեք զրահաբաճկոն։ Չէ։ Չունե եւ ես կասկեն էլ բանը գլխարկը ես այդ ժամանակ խանգարում էր ինձ նկարելու ժամանակ, ընկնում էր ներքև ու հանում էի արդեն առանց դրա էի նկարում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հետաքրքիր տեղում եք աշխատում։ Ես ձեզ ասեմ, որ երևի առաջի անգամ այս ձևի տեղում եմ ելնում։ Ես միշտ մտել եմ բաց խրամատներում եմ նայել։ Դե պատերազմի ժամանակ ավելի բաց էր խրամատը եւ այս ձևի ապահով երբեք ես չեմ եղել հակված։ Երբ հասանք դիտակետ, տեսանք մի սարք, որը ոչ բոլոր դիտակետերում կարող ենք տեսնել։ Հեռադիտակ, որը կարող է տեսանելի դարձնել թշնամու ամեն քայլը։ Չէ, ես ես մեծության օբյեկտիվ չունեմ։ Սա ավելի Դա պետք է արցնեի արդեն։ Շատ հեռուն շատ լավ երևացող օպտիկա է, որը կարողանում են տեսնել երևի Եվ անվտանգ։ անվտանգ տեղում հանգիստ նայում են։ Ես կամ եմ կողմից Զինվորների հետ մի փոքր շփվելուց հետո պարոն Շահբազյանը որոշեց լուսանկարել դիտակետում հերթապահություն անցկացնող զինծառայողներին, ինչպես նաև օրվա հերոսին՝ Գորին։ Հիմա վերադառնանք Զորամաս, որտեղ Գորին մեծ անակնկալ է սպասվում։ Բարեխիղճ օրինակելի ծառայության համար Զորամասի հրամանատարի հրամանով հատկացվում է 5 օր արձակուրդ։ Տան ճանապարհին մի փոքր խաղարկային հատված մտածեցինք Գորի ծնողների համար։ Հիմա տեսնենք, թե ինչ ստացվեց արդյունքում։ Բանա, բայց մութ է։ Բարև ձեզ։ Իդի վարդին էստեղ ապրը։ Դուք եք։ Բարև ձեզ։ Մենք հարմասում մոտերան ենք արել։
Ուզում ենք ընտանիքներ նկարել։ Բանակի համար։ Իհարկե կարելի է։ Մնացեք։ Քան մնաց տարայ գալը։ Դուք հաշվել եք։ Ես հաշվում եմ 40։ Ես հաշվել եմ։ Ես միայն խոսացել եմ ընդ բանականի։ 45 օր։ Չէ, քիչ ամոթոր մնամ, հա։ Դեկտեմբերին չի գնացել։ Դեկտեմբերի 9-ին 10-ին են տարել, հա։ Եվ ինչքան մնում։ Այդ բարդ հարց է տալիս։ Այսինքն ինքը գիտի քեզ հանդիպելու ժամը, բայց դուք չգիտեք։ Որտեղ դերային դերից է գալիս։ Հա, մենք նկարել ենք իրան։ Սուստան տղա։ Հա։ Կնստեք էլի։ Ես դու ես։ Այս դիքերում է։ Ես դիրքերում եմ։ Ես ինքը չի։ Սա չեմ կարողացել։ Բան գիտես ես կարեմ, քանի ես էլ ակնոցեցամ։ Ես ինքը չի։ Չէ, չէ, Ինքը դոք է։ հաստատ ինքը չի։ Կարող որ շինեն նկարել։ Չէ, հեսա խոշորացնեն որ տենա։ Ինքն է։ Իրան։ Բավարար ասեմ մարդի հետո մեջ չճանաչ եկել ապա 40 վրա։ Ինչ թվաց 30 քանի օր լինի։ Են 30 հիմա 30։ Այսօր 29-ն է։ 40, հա, 40 օր։ Եթե 10-ին գա, հա, 40 օր։ Ինչ անենք։ Հələ միան զանգ է։ Հələ ճիշտ ասեմ մաման։ Դե եթե 10-ին, հա, Հա։ Են ամիսի 30-ից, հա, նոյեմբերը։ Չի պատկասում ես կամ ճայ մաման նկարը։ Համես տվայ։ Հա, չէ։ Հələ մեդալն եք։ Հա, բասյան, ծառայել եկել է։ Ես ես ասեմ, լավ է պահպանվել է։ Շնորհակալություն։ Ես ինչ եմ։ Ավազակ։ Ձեր մարդիկ հավաքական են եղել։ Շատ ուրախ եմ, շատ։ Ու շատ ուզված եմ։ Նայում եք հնարավորությունները։ Հաճախակի, այո։ Երբևէ ձեր մտքով անցել է, որ մի օր էլ իմ տղային եմ բերել։ Չէ, չեմ մտածել, բայց չգիտեմ, հուզված եմ չեմ կարող ասել։ Հաճելի է, որովհետև սա ինձ համար էլ է զարմանալի։ Ես էլ հրավիրված եմ։ Ես եղա այդ Զորամասի հյուրը և ցանկացա, որ գորի հետ միասին գար ձեր տուն։ Եվ ծնողի հետ հանդիպում ունենալ։ Ես ինքս ավելի եմ ուզում գալ գորը, որտեղ սա ցանկանայի, սա շատ հետաքրքիր ու լավ բան է։ Ես իսկականից ուզում եմ ու ինձ համար հետաքրքիր էր ես հանդիպումը ձեր ու կուզենայի, որ ես նկարեմ։ Ես ինքս 55 տարվա աշխատանքային ստաժ ունեմ որպես ֆոտոկարեսպանդենտ։ Ու ինձ համար սա եզակի դեմք էր շատ հետաքրքիր եւ ուսումնալից բան երջանկություն է։ Համաձայնեք, անակնկալն իրոք հուզիչ ստացվեց եւ այնքան հուզիչ, որ իր կյանքում շատ ու շատ իրադարձություններ տեսած լուսանկարիչը հուզմունքից արտասվեց։ Սա թերևս մեր գործի լավագույն գնահատականն է։ Դե ինչ մենք ձեզ ասենք ցտեսություն, քանի որ ձեր տղայի պես դեռ շատ մարդիկներ են մեզ սպասում եւ մենք պետք է գտնենք նրանց։ Վայելեք արձակուրդը, իսկ մենք գնանք հաջողություն ձեզ։ Կարծում եմ կարևոր չէ, թե ինչ մասնագիտություն ունի մարդը, կարևորը օգտակար լինի հայրենիքին այդ մասնագիտությամբ, համաձայն եք։ Լրիվ համաձայն եմ եւ այսօր դուք ինձ հանեցիք հունից, որ ես ծնողից շատ ավելի հուզվեցի, որտեղ այս պահը ինձ համար հաճելի պահ է։ Ես կուզեի ես իմ թոռան էլ այդպես տեսնեի։ Դրա համար շատ սիրուն էր։ Մեծ գործ եք անում։ Ես ձեզ ասեմ, դա ամենաերջանիկ պահն է։ Դե ինչ, վստահ եղեք, որ մի օր էլ ձեր մարդիկին ենք այսպիսի անակնկալ մատուցելու։ Իսկ հանրայինի եթերում մարդիկ հաղորդաշարն էր եւ ձեզ հետ էր Նորայր Հարությունյանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Հոգիս աստծուն պատիվս ինձ, սենքս որ դուս իսկ սերես մայրերին կտամ, ապարթայած բարի ժգիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ, բիբլիական մասիսի պես, դուք միշտ հզոր հայոց սպաներ պատիվ ունեմ։